Մակաբայեցիների գրքում հետաքրքիր մի խոսք է ասվում, ասում է Աստված հրի ազգի մասին է խոսքը, մեզ ստեպ խրատում է, ստեպ պատժում է, այսինքն արագ խրատում է, շուտ պատժում է, ասում է, բայց ասում է մյուս հեթանոս ազգերին, ասում է, երբ որ իրենց բաժակը լցվեց պատժի, մի ընդհանուր պատիժ է տալիս, մի ճիշտ այդպես է մեր կյանքում, Աստված ում սիրում է խրատում է, ասում է, խրատ այդ պահին դառն է թվում, բայց հետո է քաղցանում, երբ որ դու խրատի պտուղը քաղում ես, այն ժամանակ քաղցանում է, բնականաբար պատիժը այդ պահին հաճելի չի, ծնողը երեխային պատժելով ինքն իրեն ցավ է պատճառում, բայց հետո երեխան երբ որ հասունանում է, անցնում է այդ բոլորը, հասկանում, որ եթե պատիժը թե չլիներ, ավելի մեծ փորձանքի մեջ կընկներ։ Ման ճիշտ այդպես էլ մեր կյանքում Աստված շատ անգամ մեզ արագ խրատում է, պատժում է, տարբեր ձևերով, ինքը գիտի իր ձևերը պատժելու, խրատելու, որպեսզի մենք ավելի մեծ փորձանքից ազատվենք, բայց նա, ով անխրատ է մնում, այսինքն երբեք չի խրատվում, երբեք չի հասկանում, չի ուղղվում, չի շտկվում, ինչ էլ ուզում է սարա, ինքը իր ճանապարհից չի հետ կանգնում, պատուհաս է նրան սպասվում, ուրեմն մենք երբեք չհամեմատվենք անդերձ, անզեղչ մեղավորների հետ, ինչ էլ որ լինում է մեր կյանքում, Աստծո թույլտվությամբ է լինում, Աստված փորձությունը ավելին չի ուղարկում է այնքան, որքան որ մեզ օգտակար է, եւ փորձությունից դուրս գալու ելքն է ցույց տալիս, եւ սիրով է անում, մեղմ է անում, փափուկ է մեզ պատժում, որպեսզի ուղղվի, շտկվի, եւ հետագայում մենք ավելի մեծ օրհնություն ենք ստանում, բայց անդարձ անզեղչ մեղավորներին պատուհաս է սպասում, կամ այս կյանքում կլինի, եթե այս կյանքում լինի, ավելի թեթև կլինի, ինչպես Քրիստոս ավետարանում ինչ է ասում, ինչ է կարծում, ասում է, այն 18 հոգին, որ Սելովամում աշտարակը փուլ եկան ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում բոլոր բնակվողները, կամ Սոդոմացիների, Գոմորացիների համար դատաստանի ժամանակ ավելի թեթև կլինի, քան այս ազգի համար, Սոդոմ Գոմորը ամենածանր մեղավորներն էին, չէ՞, բայց ինչու թեթև կլինի, որտեղ իրենք պատիժը ստացան, չէ՞, ծծումբով այրվեցին, ահռելի պատիժ այս երկրի վրա ստացան, չի ասում, թե նրանք կփրկվեն, ասում, բայց պատիժը ստացան, թեթևանա նրանց պատիժը, ում որ այս կյանքում Աստված պատժում է, հանդերձյալ կյանքում թեթև պատիժ կլինի ավելի, բայց եթե այստեղ չի պատժում, ուրեմն այնտեղ պատուհաս է սպասում իրենց, ուրեմն մենք երբեք չփորձենք մտքի ծայրով անգամ համեմատվել մեղավորների հետ, Աստված մեզ սիրով խրատում է, մեզ հետևում է ամեն ինչ, չի թողնում, որ մեղավորները մեր հանդեպ շատ տարածվեն, այսինքն չի թողնում, որ մեզ շատ պատժեն, չէ, թոքից բռնած պահում, ասում, հելոք մնա, ես իմ ծառան, ուշեղ, մենք ուզում եմ, մնում է մտածենք և տեսնենք Աստծո այդ ներկայությունը, որ մի սահման կա, որ մեզ չեն մոտենում, հենց իրենք այդ սահմանը անցնում են, Աստված վերևից խփում, բայց այդ սահմանը պահում է, Պողոս առաքյալն ասում է, որ Տեր Աստված ասում է, ես անընդհատ տանջվում եմ, այս պաշտոնյային, որ ինձ տանջում է, հեռացված, ասում է, չէ, չեմ հեռացնի, պետք է քեզ, որ դու խոնարհ լինես, որպեսզի խոնարհ լինես և քո խոնարհության մեջ ամբողջանա Աստծո զորությունը, այսինքն այդ փոքրիկ նեղություններն ու դժվարությունները մեզ շատ օգտակար են, շատ, մեզ թույլ են տալիս, որ Աստծո շնորհը մեր մեջ պահենք, և ինքներս շատ ես կվկայենք, հենց մի քիչ գլուխներից բարձրանում ենք, սկսում ենք հպարտանալ, այսինքն մի քիչ փորձությունները հեռանում են մեզանից, մի քիչ նեղությունները, դժվարությունները կրճատվում են, անմիջապես գլուխ են բարձրացնում։
Հասկանում եք այդ փոքրիկ նեղությունը որքան օգտակար է ու շնորհաբաշխ է։ Պողոս Արաքյալն ասում է Աստծո զորությունը քո մեջ ամբողջանում է այդ տակարության շնորհիվ։ Մարմնական տակարություն կլինի, հիվանդություն կլինի, ինչ որ մեկի անդ մեջ փորձությունը կլինի։ Սիրով պիտի տանեք, որ Աստծո շնորհը մեր մեջ ամբողջանա, զորանանք։